Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ Փաստ-Ինֆոյի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը տաղավարից եւ այսօր իմ հյուրը այն մարդն է, ում ձերբակալեցին պարզապես ձվածեղ պատրաստելու համար։ Հյուրս Արմեն Ալեքսանյանն է, բլոգեր, բարև ձեզ պարոն Ալեքսանյան։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվել եք եւ ուզում եմ միանգամից հարցնել. շարունակում եք էլի ձվածեղ պատրաստել, թե ոչ։ Նախ շնորհակալություն հրավերքի համար։ Այո, միանշանակ պատրաստում եմ, բայց դեռ չեմ նկարահանում որպես վիդեորոլիկ ցույց տալու համար, բայց դե պատրաստում ենք, ուտում ենք։ Դա դառել է մի հատ մեծ լավ ուտելիք, որ ասում է ու ժողովրդի մեջ բան է դառել, որ ձվածեղով մարդը դատվում է։ Բայց չեք վախենում, որ նորից ձվածեղի համար Չէ, ինչի համար պետք է վախենամ։ Ես պրոստը զարմանում եմ, աբսուրդ է, էլի մարդուն ձվածեղի համար տանեն հոդված տան, ասեն ձվածեղով իշխանափոխություն ես ուզեցի անել։ Ու տերորիստի հոդված են դրել մեր վրա, ասում են տերորիստություն, էլի մարդասպանություն։ Բայց առհասարակ ձեր մեջ չկա այդ վախը, որ հնարավոր է ձեր շարունակական այս գործելավոճի համար նորից ինչ-որ հոդվածներ ձեր վրա փորձեն։ Չէ, ես չունեմ վախ, որովհետև այսօր հայրենիք եմ կորցնում, կորցրել եմ Արցախ, էլ ինչից պետք է վախենանք։ Պետք է պայքարենք մինչև հասնենք մեր նպատակներին։ Ես միշտ ասել եմ ու նորից եմ ասում, քանի կա Նիկոլ Փաշինյանը, ես պայքարել եմ։ Թե կլինի ձվածեղով, թե կլինի խաշլամայով, թե ինչով պետք է պայքարեմ։ Իմ վիդեորոլիկները միշտ պայքարել եմ հումորայինով, բայց դիպուկ, որովհետև մարդը ինչ անում էր, ես իրան ասում եմ դու սխալ ես անում, որովհետև քո արածի հետևից ես գնում եմ բացահայտում եմ, որ դու սուտ ես ասում։ Պրոստը ինչի համար որոշեց ձվածեղով ընձի հոդված դնել, ես չեմ հասկանում, էլի պրոստը խնդալու է, էլի աբսուրդ։ Դուք փաստորեն պատրաստել ամեն դեպքում սիրում եք եւ ուզում եմ հարցնել այսօրվա մեր իրավիճակը ինչ ուտեստի հետ կարող եք համեմատել։ Դե չեմ իմանամ, հիմա ես իմ ձվածեղի հետ կարելի է կուկուրուզել խառնել, արդեն պերաշկի, չկտրված խնձոր, երևի այսօր արդեն քյաբաբ ու լավաշ են ուտում։ Ես պրոստը զարմանում եմ, էլի, թե խոսքի ժողովրդին նա ձեռ առնում, թե ժողովրդի, չգիտեմ ինչ է ուզում այս մարդը մեզանից։ Կամ ամեն ինչ անում է, որ ժողովուրդը արթնանա։ Ինձ թվում է ամեն ինչ անում է, որ ժողովուրդը ելնի ոտքի արթնանա, իրան հեռացնի։ Բայց դե ժողովուրդ ոնց հասկանում եմ, հələ նույն իրավիճակն է։ Ինչն է խանգարում, որ ժողովուրդը ոտքի կանգնի։ Չեմ կարող պատկերացնել։ Ես արդեն այսքան տարիներ ժողովրդի հետ ես որպես փողոցի մարդ, փողոցային տղա, դուրս շփվելով բոլորի հետ, ես ժողովրդին չեմ կարող հասկանալ։ Ժողովուրդը այն կարգի է ապրում, որ ինքը ամեն ինչից գոհ է։ Ամեն ինչ իրանց համար լավ է, լավ ապրում են, լավ հագնվում են, ռեստորաններում լավ է, ամեն կաֆեներում նայում ես լիքը, բայց իրանք այն որ ասում է, այն որ ընկել ենք, պետքա քաշենք, հիմա մարդիկ կան, որ վախտին ընտրել են Նիկոլ Փաշինյանին, թե 18 թվականին, ես բան չունեմ ասելու 21 թվին ընտրողներ մարդիկ կան, որ արդեն հասկանում են, որ սխալ են, բայց էլի են, որ ասում են կողի չեն ընկնում, ասում են դե ինչ անենք, ընտրել ենք, պետքա տանենք հիմա, բայց ասում եմ ուր տանես, 18 թվականին ընտրեցին, կորցրեցին Արցախը, 21 թվականին ընտրեցին, կորցրեցին Հայաստանի սուվերեն տարածքները, եկեղեցու վրա հարձակումները, ասում երևի այս անգամ էլ ընտրեք, ասել եմ, Հայաստան չեք ունենալու։ Դառնալու եք Թուրքի լծի տակ ապրելու, ոնց էզի հրաման են տալու, դից էլ ապրելու եք։ Սա է իմ դիրքորոշումը, ես պայքարելու եմ ամեն դեպքում մենակ էլ մնամ, ընկերներովս էլ մնամ, թե մեր 18 արդարներով էլ լինենք, մենք պայքարելու ենք, թե բանտում կլինենք, թե դրսում կլինենք, մեր պայքարը ազնիվ է, արդար է, որտեղ մենք մեր երեխաների, դաժե այն չպայքարող երեխաների, այն ով որ չի պայքարում, իրանց երեխաների համար էլ ենք պայքարելու։
Տեսեք, այսօր գրքի համար ազատում են, բայց Արցախ բառը արտաբերելու համար կալանավորում են մարդկանց։ Միջազգային հարթակներից էլ Փաշինյանը նշում է, որ հոգևորականները, որոնք օրինակ ասում են Արցախ բառը, պատերազմ են փորձում հրահրել։ Այս մասին ինչ կարող եք ասել, բացառում եք, որ վաղը օրինակ էլի Արցախ բառը ասելու համար կկալանավորեն մարդկանց։ Դե իր նպատակն է նա, որ Արցախը բոլորի սրտերից հանեն, Արցախ բառը չլինի, բայց հենա օրինակը մեր Էջմիածինը բերեմ, ես չեմ պատկերացնում, Արցախի դրոշը հանեցին Էջմիածնից։ Երևի տնային կալանքից դուրս գալու հենց օրը Արցախի դրոշը, որը որ անցած տարի կազմակերպել էինք, տնկել էինք, նորից հանեցին Արցախի դրոշը։ Ես հանելուց արդեն պարզա, որ այս մարդիկ չեն ուզում Արցախ բառ։ Արցախ բառը լավ հասկացանք, չասեն, բայց մարդկանց մեջից չեն կարա, սրտերից չեն կարա այդ Արցախը հանեն։ Ես միշտ ասել եմ, Արցախը Նախիջևան չի լինելու, չի մոռացվելու Արցախը, Արցախը պետքա լինի Հայաստանի կազմում, Հայաստանում, ու երբևիցե ես չեմ փորձի ասեմ Արցախ բառ մի օգտագործեք կամ նավարոտ պետքա Արցախը ավելի շատ հոլովեն ու մարդիկ այսքանից հետո պետք է իրանց բալկոններից Արցախի դրոշը կախեն։ Եթե կուզենան մի հատ ֆլեշ մոբ կազմակերպեն, թող բոլոր այն մարդիկ Արցախի դրոշը կախեն բալկոններից։ Թող լինի սա ոնց որ Նիկոլ Փաշինյանին պատասխան։ Ինչքան դու ասես Արցախ մի ասեք, մենք քեզի հակառակն ենք անելու։ Ես չես կարա մարդկանց սրտերից Արցախցուս կարաս ասես Արցախ բառը մի ասեք։ Չի լինի նման բառ։ Ինքը փորձում է որ Արցախը վերացնի, եկեղեցականների վրա ամեն ինչ ուրա տալի, սրբազաններին է կալանավորում, որ դուք ռևանշիստներ եք, պատերազմ եք ուզում մեզ բերեք, Հայաստանի գլխի նոր պատերազմ եք ուզում, բայց մենք ռևանշիստ չենք, մենք խաղաղություն ենք ուզում, բայց ծնկած խաղաղություն չենք ուզում։ Մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն, որ մարդը գնա նստի Ադրբեջանի ղեկավարի հետ, ոչ թե գլուխը կախ խոսա, այդ ճակատը բարձր ու պայմանները դնի ոնց որ Հայաստանն է պետք։ Լինի Հայաստանի Հանրապետությունը իր սուվերեն տարածքներով, ոչ թե եկել են նստել են մեր սարերի վրա ու մենք այսօր չենք կարող ասենք դուք դուրս արեք։ Եվրոպայում ելույթ ունենալու փոխարեն նախարարչեցի թող ելույթ ունենան նրա համար, որ իրանք մեր տարածքների մեջ են։ Դե տեսեք, Եվրոպայում օրինակ ելույթ ունենալուց ասում է, որ սրբազանները պատերազմի կուսակցություն են փորձում բացել Արցախ բառը ասելով։ Այստեղ ամեն ինչ ասված չէ, ինչ կարծիք ունեք այս մասին։ Երբևիցե ես չեմ տեսել եկեղեցականները կամ սրբազանները ցանկանան պատերազմի, որովհետև առաջնահերթ եկեղեցական մարդիկ են եւ մեր վեհապարը եւ սրբազանները, թե Բագրատ սրբազանը, թե Միքայել սրբազանը, թե Արշակ սրբազանը, թե Մկրտիչ սրբազանը, որ այդ արտահայտությունները անում են հանուն հայրենիքի, դա չի նշանակում պատերազմ են ուզում։ Որ եկեղեցական են, դա չի նշանակում, որ իրանք առանձին են այս պետությունից, դա իրանք էլ են հայ, իրանք էլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրավունք ունեն իրանց կարծիքը հայտնել։ Իսկ այս մարդը ասում է նա ռևանշիստ են։ Իսկ Եվրոպան, ես հիշում եմ այն տարիներին, թե Ռոբերտ Քոչարյանի վախտով, թե Սերժ Սարգսյանի վախտով, եթե ստե մի բան լինում էր, Եվրոպան վրա արձագանքում էր։ Իսկ հիմա ոչ մի բան չի արձագանքում։ Մարդու իրավունքները ոտնահարված են Հայաստանում, իսկ Եվրոպան լուր նստած է։ Իսկ այն վաղտ ասում եմ, իրանց ճղում էին ընդեղից, ասում էին մարդու իրավունքների խախտումը Հայաստանում, ոտնահարվել է, սենց են անում, հենց են անում։ Հիմա ահավոր է, ավելի ահավոր է, եթե չեն իմանում, կարան գնան բանտերից էլ պատկերացնեն մարդու իրավունքները որտեղ է խախտված։ Եթե չեմ սխալում, ես կալանավորված էի, Եվրոմիությունը եկել էր բանտ, Նուբարաշեն քրեակրոտական հիմնարկել եկե։ Մեզի 3 ժամ առաջ շուտ տարան դատարան, որ մենք իրանց հետ հանդիպում չունենանք։ Ու այդ ամեն ինչը իրանք սողոսկեցին, որ թե խոսքի ես տենայի իրանց պետք է հարցնեի, բայց կարելի է ձվածեղ պատրաստելու համար մարդուն բերել դատել։ Ինչ է նշանակում տերորիստ ձվածեղով։ Առհասարակ ինչ կհիշեք
Բանտարկված օրերից, բանդից լավ բաներ էլ կան, վատ բաներ էլ կան։ Իմ համար վատ բանը մենակ բանտում կալանավոր տղեկի համար եմ ասում, որ մարդիկ 2-3 տարի է բանտերում են, դեռ վճիռ չկա այդ տղեկի հանդեպ։ Ոչ դուրս են անում, ոչ, այսինքն նայեք ոնց է, եթե կալանավորը բանտում է, 2 տարի է, 3 տարի է մարդուն կալանավորել են ու որոշում չկա, դատարանի որոշում չկա, այս մարդուն դատելու են, թե չեն դատելու։ Ու տնային կալանքներն էլ սենց է, այսինքն ով գումար ունի, կարող է գնա տնային կալանք, մինչև դատը լինի։ Ով էլ չունի, մնում է այդ տղեն մնում է բանտում։ Ոչ մի սենց աբսուրդային վիճակ, մարդկանց բերել են 2, 3, 5 տարիներով նստել են, բայց վճիռ չկա։ Խի այդ մարդիկ մարդ չեն, այդ մարդկանց կամ բաց թողեք, կամ էլ ձեր դատավորներին ասեք կոնկրետ, կամ 3 ոստիկանի ցուցմունքով մարդուն կարելի է դատել։ Չէ որ ձերով մարդիկ են ոստիկանները, ինչ ցուցմունք ուզենաք կտակ։ Կարակ մարդուն ասեք, ոստիկան ասի, էս արե, 2 վկա, հետո դառնում է 3 վկա, այդ ոնց է լավ գործի վաղ 2 ոստիկանա, դատարանում 3-ն ավելանում, այսպես գործեր կա լիքը, ես շփվել եմ ընդու տղեկի հետ, ու այս մարդը չէր պատրաստում ամոնից տանի, որ մի քիչ այդ բանտերը թեթևացնի։ Լիքը անմեղ տղեկ, ոչ թե կարելի է մենակ մեզի ասել քաղբանտարկյալ, ես համարում եմ իրանց էլ քաղբանտարկյալ։ Անմեղ տեղը մարդը 5 հոգով շոշի վրա կանգնի, գնաց ինչ որ մի հատ բան սարքես գլխին, ինչա որ մենք իր հետ չունենք, այդպես դեպքեր կան։ Ոստիկանը հարևանն է ոստիկանը, սիմպաթիան չի բռնել, մի բան սարքել է գլխին, 3 հատ ոստիկանի բերել է ցուցմունք հատվել գլխի վրան, բերեն նստել է 2 տարի է նստել է ու գործ չկա այդ մարդու վրա։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանը հելում խոսում է, որ մարդու իրավունքները ոտնահարված է, ոչ մի բան։ Դուք մի օր եք գնացել եք, բանտերը ֆրացել եք, տեսել եք մարդ ինչի համար է նստած։ Գործ չկա, ոչ մի բան չկա, թե մտածում եք մի հատ հոդված փոխեք, ուրիշ կեղտոտ բան մարդկանց գլխին սարքեք, տանեք նստացնեք։ Ես նորից եմ ասում, ամոնից այս տնային կալանքները իրանք հաշվում են ամոնից ոնց որ։ Սենց վրա մարդկանց տնային կալանք գրավ, տնային կալանք գրավ։ Մարկա չունի գրավի փող։ Ինչ ան մնա բանդում։ Ես այդպես դեպքեր եմ տեսել, լիքը։ Հավայ տեղը մարդկանց բերեն նստել են, ինչի համար եք դրել։ Ու վատն է նա, որ մեր հասարակությունը, թե իշխանությունը, թե հասարակությունը բանտում կալանավոր մարդկանց 4-րդ սորտի մարդ է ճանաչում, 3-րդ սորտի։ Ինչ պատճառով։ Յանի եթե բանտում ես, ուրեմն դու հանցագործ ես։ Եթե դու բանտում ես, ուրեմն դու վատ մարդ ես։ Բայց չէ որ այնտեղ մարդիկ կային, երևի դուրս ավելի կեղտոտ մարդիկ կային, կանցե բանտում։ Անես շնորհքով տղեկ կային, անես մարդիկ խոսում ես, չես ասում, ախպեր դու քեզ եք նստե։ Ասում եմ ես իմ շատ իմանամ։ Մարդուն բերել ես հավայի տեղը նստել ես։ Իսկ այն ով որ 15 կիլո, 20 կիլո, 30 կիլո Են ինչ են ասում այդ կրիստալա, ես իմ են փոշիա, այդպես թմրանյութերով գալի նստում է, 2 ամիս հետո բռնում եք իրան տնային կալանք եք տալի, իսկ այն մարդը որ բան չի արել, տարիներով նստել եք, ոչ գործ եք սարքում, ոչ է գործ եք հարուցում։ Կամ ես բանը դուրսն էի, ճիշտ է, տնային կալանքում էի, ես աբսուրդային բան տեսա տելևիզորով, Այդ եթե չեմ սխալում Արամուս գյուղն է էլի, եթե չեմ սխալվում, այն 4 հոգու սպանող մարդուն, իմ կամերում է եղել, ոնց կարելի էր այդ մարդուն ճանաչել անմեղ սունակ։ Բայց ինքն իրենից ինչ որ վտանգ ներկայացրել է։ Նայեք, ինքը երբ որ եկավ մեր կամեր, բերել են մեր կամեր։ Հա, ինքը մեր հետ ապրել, 11 օր, 12 օր մեր հետ ապրել։ Դե մենք ոնց որ ասած բանտի կանոնները տենց է, միշտ մեկը պետք է զարթուն մնա, այս մարդը որ եկավ, մենք վաբշե բանել ենք, էլի ասենք պետք է հաստատ զարթուն մնանք, էլ
ասին 4 հոգու սպանել է, էս 3 հոգու էլ ստե սպանի, ինչ իր համար ինչ կա։ Եթե 4 հոգու սպանել է աշկերը փակ, մեզ էլ կսպանի, ինչ այլ է։ Հա, բայց այս մարդու հետ շփվում ենք, այս մարդը նորմալ, adekvat, civil, եթե հիմա չգիտեմ ոստիկանապետը կլսի, Նիկոլ Փաշինյանը կլսի, ով ուզում է լսի պետական համակարգում աշխատողներից, թող իմանան, որ սա հաղորդում եմ տալի իրանց, որ նա անմեղսունակ չի կարա ճանաչվի, որտեղ ինքը civil, adekvat, այն որ մի քայլանում է, մտածելով, իր նստացելած, հացկերած ամեն ինչը ես տեսել եմ, անձամբ ես տեսել եմ, ու իր թղթերը ես եմ կարդացել, 38-40 էջանոց թուղթը ես եմ կարդացել, թե ինքը ինչի համար է նստել, թե այնտեղ ինքը եկել էր դեմից ինչ էր ասում, թե հիմա ինչ է ասել, թե հիմա ինչի համար իրան անմեղսունակ են ճանաչել, եթե իրան անմեղսունակ են ճանաչում, ուրեմն Բերդի բոլոր տղեկին պետք է ազատեն այսօր, պետք է բոլորը ազատության մեջ լինեն, ասում է, որ ես սպանել եմ իմ հորը վրեժ եմ լուծել, այսինքն ինչն ես վրեժ լուծել, խաբում է, որ ինքը վրեժ է լուծել, հետո իր թղթերը կարդալուց, պարզվում է, որ ինքը սուտ է ասել, եթե կան մարդիկ, եթե հետաքրքրվում են, թող հետան իրանց թղթերը կարդան, թող իմանան, որ իրան հավայի տեղը, ստից տեղը իրան անմեղսունակ են ճանաչել ու իրան հանել են, որովհետև ինքը կապ ունի ՔՊ-ի հետ, իր թղթերի մեջը գրած է, որ ինքը կապ ունի ՔՊ-ի հետ, որ ինքը մասնակցել է Գյումրու ընտրությանը, գումարի դիմաց գնացել է, մասնակցել է, սա հաղորդում եմ տալի, ոստիկանությունը թող հետաքրքրվի։ Ինքը մասնակցել է ՔՊ-ի ընտրությանը, Գյումրիում, ինքն է գրել, իր ձեռով քննիչները այդպես գրել են, ոնց է հետի այդ հմիկված բանի անունը, ոնց է Ռոմանոս Պետրոսյանն է տարել իրան, այս թղթերի մեջ ինչ կա ես եմ ասում, Ռոմանոս Պետրոսյանը իրանց տարել է ՔՊ-ի գրասենյակով կազմակերպել են, այսենց տարել են իրան Գյումրի ընտրությանը, մասնակցել է։ Ես որ թղթերը կարդացի, ասի ինքը չի նստելու տղեկ, ասի ես մարդը ՔՊ-ի հետ կապ ունի, բաղբեր ցմայ է այդալու տղեկը, բան ասի տղեկ չի նստելու ինքը, կազատվի։ Ու վերջում պարզվավ ես, որ դատարանում արդեն տնային կալան գնում գալիս էի, տեսա, որ ինքը ազատության մեջ, այսինքն ոնց որ տնային կալանքը տոլի չեմ անում, միջև հիմա ինքը Բերդում է, չգիտեմ ինչ բան ասում Բերդում, այդ հոգեբուժարանում է, թե ինչա, որ ինքը անմեղսունակ չի, դա միանշանակ եմ ասում։ Հետո այնտեղ իրան Գյումրի են տարել, հետո հետ են բերել, գումարը չեն տվել, մարոժնի են տվել, թղթերի մեջ ցա գրած է։ Կոպիտ ասած կներեք արտահայտությանս համար թքել են մարոժնու վրա, ասենց ստորացել են դրան, այսպես վիճակ է։ Որ ասում են անմեղսունակ է, ես դրան չեմ հավատում, որ անմեղսունակ։ Այ հոգեկան խանգարվածը այն մյուսն էր, որ բերեցին մենք կամեր, ժամեր չտևեց տարան։ Այն երեխա, որ սպանել էր։ Գեղարքունիքի մարզի մասին է խոսքը։ Իրան բերել են մեր կամեր, բայց ինքը ժամերի ընթացքում գնացել է, իրան տեղափոխել են։ Հոգեկան խանգարվածը ոնց որ ինքն էր, որտեղ ոչ խոսում էր, մտել էր, ոչ լավ վիճակ չէր իր մոտ, բայց այս մարդուն չեմ, այսինքն օրենքը չի գործում հիմա Հայաստանում։ Մարդը սպանը 4 հոգու սպանողին անմեղսունակ են ճանաչում, 2 գրամ պլանի համար մարդուն բռնում բերում են, 6 տարի դատում են, 25 կիլո կրիստալով մարդուն բերում են, 2 ժամերով տնային կալանք են տալի, սրա ճիշտը որն է։ Բա այն մնացած տղեկ ինչ են անում։ Տանել եք հավայի տեղը մեկից սխալ ցուցմունքի հիման վրա, հասարակությանը տանում եք, բանդարկում եք, ինչի համար։ Մենք էլ ենք հանուն հայրենիքի ինչ իրավունք չունենք ակցիաներ անենք, ունենք։ Նիկոլ Փաշինյանը ոնց եկավ իշխանության, փողոցայինով, ակցիաներ արեց, փողոցներ էր փակում, ինչ ասես ասում էր, Արցախը մերն ասում էր, բայց ոնց է լավ հիմա որ Արցախը մերը չի։ Կամ ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ իրավունք ունի գնա Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում։ Հարց։
Դա Եվրոպային հարց ինչ իրավունք ունի։ Խեք իր ասածը հիմք ընդունում դες։ Քաղաքացու հաշիվ տվել է ինքը հաշվել է, առել է որ կարելի է նման հայտարարություն անել։ Իսկ առհասարակ բանտում պայմանների մասին խոսելով ինչպիսին էին այդ պայմանները, հարմարություններ կային թե չկային եւ արդյոք մարդու իրավունքների պաշտպանը ձեզ հետ հանդիպել է այսքան ժամանակվա ընթացքում։ 5 ամսվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանը մի անգամ է եկել։ Ինչ եք խոսել։ Մի անգամ է եկել եւ այնտեղ ասել են իջեք ներքև, ես չեմ բարձած իջե, ասել եմ եթե իջնեմ ինչ ասեմ, եթե չի գործում մարդու իրավունքները այստեղ, ես իջնեմ ինչ պատասխանեմ։ Բարձացել են մի հատ ջայլ տղայր, մի հատ էլ աղջիկ էր չեմ անում, սեն կամերում խոսացել ենք, թե ինչի համար են, ասել եմ էսա, զարմացած նայել է, բա ոնց է ձվածեղ, ասել եմ հա ախպեր, ձվածեղ են, ձվածեղ պատրաստելու համար ինձ հոդված են տվել, իշխանափոխության հոդված են տվել ձվածեղի համար, իրանք էլ զարմացած գնացել են, նախ մենակ մեր համար պետք չէր գար ընդեղ մարդու իրավունքների պաշտպանը, եթե մարդու իրավունքների պաշտպանը, ընդեղ մենակ մենք չէինք մարդ, ընդեղ էլի լիքը մարդիկ կային, նախկինում որ դատապարտված է միջև օրս նստած է, այն ժամանակով որ հնարավորություն ունեցել է կարացել է կամերները ռեմոնտի բերի, մի քիչ տեսքի բերի, ոնց կա, տենց է, ընդեղ օրինակ մեր կամերում լողանալու հարմարանք չկար, այն 40 թվականի կռուշկով լողանալն էր, կամ էլ շշերը դնել այդ ռեշի արանքը, լուսամուտի այսենց ասած, լուսամուտի դեմը արևով տաքանար, որ մարդիկ լողանային, բայց դա մարդու իրավունքների խախտում չի, դուք գնացել եք, տեսել եք բանդում մարդիկ ոնց են ապրում, ոնց են լողանում, ոնց մարդիկ կռուշկա նստել են, կռուշկով լցում են վրները, լողանում են, բայց դա խախտում չի մարդու իրավունքների, կա կամերներ կա, որ տուշ կա, էդ էլ այն ժամանակ ա եղել, իրավախտով չի եղել, այն ժամանակ մարդիկ իրանց ֆինանսով խնդրել են պետությանը, նախագահին խնդրել են, տարել են, բերել են տակջուրի հարմարանքներ են արել, բայց հիմա չկա այդպես բան, հիմա դա պլիտեն չեն թողում մտեն, բերդում պլիտա չեն թողում, որ մարդը տանի իր ճաշը տակասնի, այդ բան չի ուզում ուտի, մարդ ուզում է տակասնի հետո ուզի, ախորժակ չունի, Էդ էլ այդ հարմարանքներ չկա, ով ոնց կա եղել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակով, եղել է այդ վաղտ, պետք է պաժար ընգնի, պետք է կամերը պաժար ընգնի, թուր միացումը, խոսքի հոսանքի թուր միացումը, այնքան չեն գալի, միջև մի տոկը խփի, պաժար ընգնի, նոր իրանք կան, էսա Հիմա ես ինչքան տեղյակ եմ, դուք շրջում եք ինչ-որ վերահսկող սարքով, չէ՞։ Դա ինչ-որ խնդիրներ իրենից չի առաջացնում ձեզ համար, ինչպես եք կազմակերպում ձեր տեղաշարժը։ Օրինակ ես հիմա վերահսկող սարքով եմ ֆռում ոտքիս, ոնց որ ասած, իրանց ասած բռիլոկ ա գցած։ Օրինակ ինձ շատ է նեղացնում այդ բռիլոկը, որտեղ ես տնային կալանքում եմ օգտագործել, որ բժիշկ եմ գնացել, բժիշկ ասեց, որ դուք ունեք բան երկաթային մաս, դա ճառագայթ է, հիմա տնային կալանքից հետո, երբ որ բրասլետը հանեցին, մի 15 օր ես ինձ լավ եմ զգում, նորից այդ իրավիճակը կրկնվում է, նորից իմ սրտի աշխատանքը 115, 110 այսպես խփում է, որը որ 85 պետք է լինի, ես պետք է նորից գնում եմ բժշկի, ասում եմ Արմեն ջան, պետք է դա հանվի, որտեվ դա կապ ունի, որտեվ քո սրտի աշխատանքը շատ է դրա հետ կապ ունի։ Հիմա քանի որ մեր դատը ամսի 26-ին է, միջև էլի գնալու են բժշկի, որովհետև պետք է դատավորին միջնորդություն ներկայացնենք, խնդրենք փաստաբանին, որովհետև էսի ոչ թե որ ասել, գիտեք ինչ կասա, կյանքի հետ է կապված։ Թողեն մի ինչ-որ երկրից չբացակայելու հսկողություն կա, 2 անգամ շաբաթական գնում ենք ստորագրելու, այդ ամեն ինչը դրա հետ կապ ունի էլի, թե չէ, որ ասում են ոտքի սարքով, դա էական բան չի էլի, որ բանա, դա շատ է։
Խոսենք նաև մի փոքր քաղաքական իրավիճակից, քաղաքացիական պայմանագիրը սկսել է իր ներքին քարոզարշավը եւ մենք այս օրերին ականատես ենք լինում, որ շրջում են տարբեր մարզերով, փորձում են կոնտակտի դուրս գալ բնակիչների հետ տեղի, սակայն շատ ժամանակ բնակիչները նրանց չեն պատասխանում այնպես ինչպես կուզեին եւ նաեւ ականատես ենք լինում, որ Փաշինյանը բարբերաբար ինչ-որ բաներ է ուտում եւ լուսանկարում է, գցում է համացանց, այդ թվում ուտում է եգիպտացորեն, կարկանդակ դուք էլ նշեցիք, խնձոր, այսօր էլ լավաշ են կերել։ Այս ամենը ինչ է նշանակում, ինչ է ուզում ասել դրանով եւ քաղաքացիների այդ հակադարձ արձագանքը ինչ կարող է նշանակել։ Ես մտածում եմ հիմա մի բան, որ Նիկոլ Փաշինյանը պրոստը շրջում է Հայաստանում եք, ուզում է հասկանա ինքը ժողովրդի մեջ ինչ տոկոս ունի, ինքը կարող է գնա ընտրության, չի կարող գնա ընտրության, կընտրվի թե չի ընտրվի, ինքը դա է փորձում, դե տեղ կա, որ ահավոր վատ են ընդունում, դե չի կարա սաղտեղ իրան վատ ընդունեն կամ լավ ընդունեն։ Բայց կարծես թե վատը գերակշռում է։ Վատը շատացել է, ով որ իրան վատ է ընդունում, նայեք ոնց է, սկսում են այդ մարդուն թիրախավորել։ Նայում են դրան ինչ ունի, որ մի բանը փակեն, կամ մի բանը անում, դեմը առնեն, բայց որ վատը իր մոտ շատացել է, ես չեմ մտածում, որ կարող է ընտրություն էլ հասնի, ես չեմ էլ հավատում այդ ընտրությանը, ինքը փորձում է մի իրավիճակ ստեղծի, որ վերջնական է ժողովրդին հունից հանի, որ ընտրության չգնան։ Ես մտածում եմ այդպես, որ ինքը ընտրության չել ուզում գնա ընտրության, ինքը ամեն դեպքում ընտրությանը պարտվելու է, եթե գնա ընտրության, ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում, ինքը ամենաշատը 20-ի մեջ, 20-ից 30-ի մեջը տոկոս ունի, չունի ավել տոկոս բան։ Այսինքն այդքան իր ռեյտինգը իջի։ Իր ռեյտինգը ահավոր է իջե, թող գիտեք ոնց, թող մեզ ժողովրդի հետ միշտ ազատ շփվեն, էլի։ Ես միշտ ազատ շփվել եմ ժողովրդի հետ, ժողովրդի կարծիքը հասկացել եմ։ Ես ոչ մի ինձ չեմ գնացի ինչ-որ մեկի շահը պաշտպանել, ես հարց ու փորձով խոսալով մարդկանց ուզեցել եմ հասկանալ մարդիկ ինչ են ուզում։ Մարդ կա, որ գիտակ ոնց համայնքի ընտրությունները, խոսքի օրինակ կապեն քաղաքապետի ընտրությունները չի լինի։ Ասում են դե ինքը կարող է լավ տղա է, իրան հետ հանգընտրենք, բայց մասշտաբային ընտրություններով Նիկոլին չեն գնա ընտրենք։ Դες եկեղեցու պարագայում, որ ինքը եկեղեցու իր վարկանիշը ահավոր գցեց, երբ որ եկեղեցու վրա հարձակում կատարեց։ Դա էլ է դիտավորյալ։ Բայց միաժամանակ նշենք, որ եկեղեցու վարկանիշը էլ ավելի բարձրացավ։ Ավելի բարձրացավ մեկ ու հավատացյալները շատացան։ Ես պատարակներին գնում եմ, ես այսքան մարդ չէի տեսել պատարակներին։ Ամեն պատարակին գնալուց տենում եմ ինչքան մարդ է գալի։ Աբրի Նիկոլ Փաշինյանը, որ այդ գործը մեր համար արեց, որ այսքան մարդ հանեց ոտքի հավատացյալների։ Փորձ է կատարեց, տեսավ չի ստացվելու։ Ոչ թե ինքը փորձել է նորից կրկնի, չէ ինքը ժողովրդին է, ոնց որ ասած, արտացեք էլի, արա դե ամեն ինչ անում եմ ձեր համար, որ ես գնամ, հանեք էլի ինձ կամ մի քայլ արեք իմ համար, թողեք ես էլ եմ հանգիստ, այդ քայլն է անում, ինքը հիմա նույնը սկսել է ավտոբուսով մարզ շրջել, ռայոն, գյուղ, բայց դե իրան այդ տոկոսը չի ընդունում, ոնց որ իրանք մտածում են, իրանք 70% կամ 80% չկա դες բան, абսուրդային թիվ է դա։ Կա կարծիք, որ սա PR արշավ է փոքրիկ եւ սրանից առաջ, եթե հիշում եք, Փաշինյանը իր կողակցից բաժանվեց եւ կար նաեւ այլ կարծիք, որ դա էլ է PR-ի համար։ Ինչ կարծիք ունեք, դա էլ չի օգնի Փաշինյանին վարկանիշը բարձրացնել։ Չէ, ոչ մի PR չկա։ Ինքը ավելի շատ իր վարկանիշն է գցում, այդ իր կուկուռուզ ուտելով, այդ չգիտեմ ինչ է, հետո կուկուռուզից հետո այդ Եվրոպա խնձոր է ուտում, չեմ անում, ինչ է ուտում, սենց ինքը ոչ թե իր վարկանիշը ուզում է բարձրացնի, որ ինքը յանի հասարակ նորմալ ժողովրդավարական մարդ է, հելելա ժողովրդի հետ ման է գալի։ Չկա այդպես բան, որ ինքը վարկանիշը ավելի շատ է գցում, ոչ թե ինչքան Հայաստանում է գցում, այդքան էլ իրան անլուրջ ընդունում են դուրսը։
Այսինքն ես մի օր երկրի ղեկավարի չտեսա կուկուրուզ ուտելուց կամ մեկը մի բան ուտելուց այլ երկրի ղեկավարը չտեսա։ Ոնց որ այն վաղ մենք փոքր ժամանակ ասում ենք դասատուն հաց չի ուտում, հիմա ոնց որ նայում ենք երկրի ղեկավարն դրսում ասում ենք արա այս մարդիկ բախի նրանք կուկուրուզ չեն ուտում, մի հատ նկարեն գցեն սայթերը ասեն նայեք մենք կուկուրուզ ենք ուտում կամ սրտի կանելով մանես գալի ում ես ինչ ուզում ցույց տաս սրտիկ անելով քո սրտիկը մոռացի պրծել արդեն 18 թվից էան դու ունեցել ես վարկանիշ մինչև 20 թիվը դե 21 թիվը ոնց է լավ ընտրվավ ես էդի մի քիչ ուրիշ ձև եմ հավատում որովհետև 21 թվի ընտրությունից հետո յուրաքանչյուր մարդ չգնաց իր ձայնի հետևից իր ձայնի հետևից պիտի գնար եթե գնար իր ձայնի հետևից Նիկոլ Փաշինյանը միջև օրս չէր մնա մնաց տները նորից ասեցին դե լավ բան չի փոխվելու այս երկրում ու ասում ենք ամեն անգամ ընտրությունին ասում են դե բան չի փոխվելու այդքան ինչ անենք ես չեմ հավատում որ ճիշտ ասած առաջի դեպքն է որ ասում եմ չեմ հավատում որ ընտրություն կարող է լինի եթե ընտրություն է լինի պետք է յուրաքանչյուր մարդ իր ձայնի հետևից դուրս գա փողոց եթե դուրս չգանաց չպայքարեց իր ձայնի հետևից Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում կեղծելու ընտրությունը որտեղ եք տեսել վարչական ռեսուրս այսինքն գործող իշխանությունը վարչական ռեսուրս չօգտագործի ես Հայաստանում չեմ լսել մի դեպք որ գործող իշխանությունը միշտ որ պարտվի չկա դες դեպք չի եղել ու չի լինի հիմա մնում է եթե ընտրություն լինի պետք է յուրաքանչյուր մարդ գնա իր ընտրության հետևից, իր ձայնի հետևից։ Եթե չգնաց, ուրեմն ես մտածում եմ, որ այս մարդը ամեն ինչ անելու է, կեղծելու է ու վերընտրվելու է։ Եթե վերընտրվավ, թող ժողովուրդ ասեն, որ հայրենիք չեն ունենալու։ Ես ցավում եմ, որ կարող է եւ չպայքարելու դեպքում հայրենիք չունենան։ Շնորհակալ եմ շատ պարոն Ալեքսանյան եւ հուսով ենք որ հետագայում ձվածեղ պատրաստելու համար ձեզ հերթական անգամ չեն տանի դատարան։ Չէ, չգիտեմ, հիմա ձվածեղը դարել է արդիական մեծ։ Հիմա ով մտնում ասում Արմեն ջան, մի հատ ձվածեղ գնանք ուտենք, ասում եմ եւ ուզենք գնանք ուտենք։ Եվ փորձենք դենանք հələ առանց ձվածեղի դենանք ուրիշ մեթոդ մի հատ անեն կարող է այդ մեթոդով տանեն, բայց դե չի պատկերացնի որ ձվածեղով կարող է մարդ տան։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Ձեզ շնորհակալություն։ Փաստինֆոյի հարգելի հետևորդներ, այսքանն էինք պատրաստել, իսկ մեզ առաջարկում եմ հետևեք նաև այլ սոցիալական հարթակներում, այդ թվում Telegram-ում, Instagram-ում, Facebook-ում եւ TikTok-ում մեր գլխավոր կայքեջը որոնեք Google հարթակում փնտրելով 3w.pastinfo.am։ Շնորհակալություն։